Քրիստոսով եղբայրներ քույրեր, եկեք սրտանց բոլորս ասենք փառք Աստծուն։ Տեր արժանի է փառքերի գովեստների, Տեր արժանի է, Տեր արժանի է։ Ուզում եմ անդրադառնալ, ինչպես եղբայրները կարդացին Եսայի 53-րդ գլուխ 10 խոսքից։ 53-րդ գլուխ 10 խոսքից։ Տեսնենք ինչ է գրված բոլորիս համար։ Բայց Տերը հաճեցավ, որ զանիկա ծեծելով, ուշադիր եղեք, Հայր Աստված հաճեցավ, որ զանիկա ծեծելով ցավերում մատնե։ Հիշում եք, որ Տերն ասեց, եթե ես ուզենամ 12 գուն դրեշտակներ չեն ուղարկի հայրս, բայց պետք է կատարվի մարգարական խոսքը։ Եվ որ անոր անձը մեղքի համար զոհնել են ետքը, անոր անձը մեղքի համար զոհնել է ետքը, անիկա սերունդ պիտի տեսնե եւ իր օրերը պիտի երկնցնե։ Նա սերունդ պիտի տեսնի, ովքեր են այդ սերունդը։ Մենք ենք։ Հույները, որ մոտեցան ուզեցան Հիսուսին տեսնել, ասեց, եթե ցորենի հատիկը չընկնի հողի մեջ, նա եթե չընկնի մենակ կմնա։ Եթե ընկնի շատ արդյունք բերի։ Տերը խոսեց իր խաչելության մասին, հարության մասին։ Այո, ինքը պիտի մահանար, պետք է վերջ հարություն առներ, համբարձվեր եւ ինքը սերունդ տեսավ, այո մենք ենք։ Ինչքան իրոք որ փրկված ժողովուրդներ եղել են եւ ելի կլինեն։ Նորից եմ կարդում այս տեղը։ Անիկա սերունդ պիտի տեսնե եւ իր օրերը պիտի երկնցնե։ Եվ Տիրոջ կամքը անոր ձեռքով պիտի հաջողի։ Իր անձի աշխատության պտուղը տեսնելով պիտի կշտանա։ Իմ արտար ծառաս իր գիտությունով շատերը պիտի արտարացնե։ Այո, Քրիստոսի շնորհքով մենք արտարանում ենք։ Քանզանոնց անիրավությունները, անօրենությունները ինքը պիտի կրե։ Բոլոր մեր անիրավությունները Տեր ինքը պիտի կրե։ Անոր համար մեծերուն հետ բաժին պիտի տամանոր ու հեզերու հետ ավարեն բաժին պիտի առնե։ Քանզի իր անձը մավան մատնեց, հանցավորներու հետ սեփեցավ, այո կատարվածա մարգարություն էլ։ Ու շատերու մեղքերը վերցուց, ու հանցավորներուն համար միջնորդություն արավ, ինչպես առաքյան ասում, այո նա է միջնորդը մեր եւ Աստծո միջեւ եղած։ Եղբայրներ քույրեր, դուք այդ մասին գիտեք, հիշեցնում եմ, Զաքարիան էլ ժամանակին տեսավ Տիրոջ պարգը, որը գրված է 13:6-ում, Զաքարիայի 13:6-ը, ասում է պետք է ասեն այդ ձերքերուդ միջև վերքերը ինչ են դրանք։ Այդ ինչ վերքեր են, որտեղ են դրանք։ Որտեղ է ստացել։ Նա չասեց օտարների տանը, նա չասեց հետանոստերից, նա ասեց որտեղ եմ ստացել, հիշում եք։ Իմ բարեկամի տանը, այո, իմ բարեկամի տանը։ Գիտեք ինչքան դժվար է։ Ինչպես Դավիթն ասում է նա չէր ինձ ոնց ասած, որ ասենք մերժող անարգողը, նա որ մի սեղանից հաց են կերել, միասին ենք եղել։ Գիտեք ինչքան դժվար է դա։ Բոլորը չէ որ եղբայրներ քույրեր գնահատում են։ Գնահատեք Աստծո ողորմությունը։ Ես մեր դեպքում ագուզում եմ հիշացնել։ Արադա մասին որ ապրում էինք, մոտիկ շենք կար, մոտիկ։ Քույրերից մեկը մենակ ապրող քույր էր տարեց։ Իր տանը ես նորերի պաշտամունք եմ անում, շատ այն առաջ էր։ Մարդիկ հավաքում են, ագին ժողովուրդ են գալիս։ Այդ նույն շենքից մի ընտանիք կար, քայքայված վիճակի մեջ էր։ Իրանք միասին մի տան մեջ են, բայց ամուսինը հարբեցողության էր իրան տվել։ Կինը անառակ կյանքի մեջ էր, ինչքան հիշում եմ 3 հատ էլ երեխա ունեին, փոքր։ Երկուսն էլ խոսքը լսեցին, ապաշխարեցին։ Մոտ անցել է 3 ամիս։ Ամուսին իր խմիչքը թողեց, վերջը կինը իր վատ կյանքից հրաժարվեց, մոտարապես 3 ամիս անցել էր։ Պաշտամունքը երբ որ վերջի աղոթքն ենք անում, աղոթքը վերջացավ եւ ծնկի ենք եկի բոլորս էլ առաջի արգում էր էդի։ Մեկ էլ աչքը սնկավ այդ քրոջը ինք դիմացը ծնկի եկած էր։ Մեկ էլ որ նայեցի տեսա այդ քույրիկը սոսկման մեջ է, վախի մեջ։ Այն որ ասում է սպրտնած դեմքով։ Միջև հիմա անունը հիշում եմ անո իր անունը։ Ասա անո քույր ինչ եղավ քեզի։ Ինչու մի բան կատարվել է։ Ասեց մամիկա եղբայր առանձին կասեմ։ Առանձնացանք, ասեց միջև հիմա այս կյանքում տեսիք չեմ տեսել։ Տեսիք բան ընդանրապես չի տեսել։ Այս աղոթքի ժամանակ տեսա Տեր Հիսուսին, ուշադիր լսեք, խաչի վրա ոնց էր տանջվում։ Գլուխը ներքև էր, ներքևը բանարած, գլուխը տան մեր էսկոմ, ցավերից բերում էր էսկոմ։ Եվ գլուխը բարձրացրեց, ես էլ իր
տեսիլքի մեջ նայում եմ, որ Քրիստոսի խաչի առաջ կանգնած եմ։ Ասեց, ինչի չգնահատեցիր։ Չէ որ այս տանջանքը բոլորը, այս բոլորը ես քո մեղքերի համար եմ կրում։ Ինչի չգնահատեցիր նորից անցար քո կյանքի։ Եկեն կերուն համոզել եմ նորից անառա կյանքի։ 3 ամիս թողել էր ամեն բան։ Եվ այդ տունը ընդանրապես չապաշխարեցին։ Ծունը ծախին թե գնացին, որտեղ հիմա կան թե չկան, չգիտեմ։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, բոլորը չէ բոլոր դարում գնահատել են, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մահացավ, մեզ արտարացնելու համար հարություն առավ, մեզ երկնային թագավորության որդիներ կոչեց, տղակներ ու աղջիկներ։ Մի բան էլ խնդրեմ ձեզ, ես վերջերս դրա վրա կանգ եմ առնում, Տեր Հիսուսը պետք է նստի իր փառած աթոռին, հիշում եք, հետո ինչ անելու, այծերը ոշխաներից զատելու է, այծերը ոշխաների հետ միասին հոտի մեջ են, այդ ուշադիր եղեք, այո նրանք առանձին չեն, փառախում էլ միասին են, արոտի մեջ էլ միասին են, բայց Տերը զատելու է, եւ պետք է ասիմ հորս օրտնվածներ, ովքեր են որ օրտնված են, որոնք բարին արեցին, սոված են մերկ է բանտի մեջ է, լավն ինչ որ լավ արել ում համար են, ում են արել, Տերն ասեց ումն են արել, այս փոքրիկներից մեկին արեցիք, դա ինձ է կարել, իմացեք որ ինձ է կարել, ովքեր որ լավն են արել, միշտ է Տիրոջն է դա վերաբերում, Տիրոջն են արել, իսկ հարց, իսկ եթե վատն եք անում, էլի Տիրոջն եք անում, այո, Սավողին Տեր ինչ ասեց Սողոսին, ասեց ինչես դու ինձ հալածում, ով կարա Տիրոջ հալածի, բայց եթե մենք անում ենք Աստծո զավակներին, վատաբանում ենք, կոպտում ենք, վիրավորում ենք, պարապտեղ սրտողեցնում ենք, հնարավոր ինչ որ ասեց, եթե հիմար ասեց գենի կրակին, Տիրոջն եք անում, եղբայրներ քույրեր, այդ մասին մտածեք, ինչ որ անում եք Աստծո զավակներին, նորից իմ Տիրոջն եք անում դա, մի հատ երդկար աղբարաշեց մի հատ երիտասարդ, այս ժամանակ որ նորև զբաղվում է, եղբայրներ քույրեր հրաշք էր դա, ինքը նոր էր հավատքի մեջ, բայց Աստված իր հավատքը հաստատելու համար ամեն ծնկի գալուց Հիսուսին տերում էր խաչի վրա, ամեն ծնկի գալուց, պարզ տեսնում էր, մարդիկա տարիներ անցնում են, տանաբես մի անգամ տեսել չեն տեսել, բայց ինքը ամեն ծնկի գալուց տերում էր Քրիստոսը խաչի վրա տանջում էր, չապաշխարեց, բոլորները թողեցին գնաց մաքրվեցին, մեկ եկավ Տիրոջը շնորհակալություն հայտնեց, ինը ծնկի վրա եկավ Տիրոջը շնորհակալություն հայտնեց, Քրիստոսով եղբայրներ քույրեր, շատեր եղել ասել են հրաշք կլինի, իմ երեխան բուժվի կամ այսպես լինի, ես կհավատամ, բայց չհավատացին։ Դրա համար Պողոս առաքյալը ասում էր ես լացով զրուցում եմ Քրիստոսի խաչի թշնամիների համար, որոնց վերջը կորուստ է։ Սա չի խոսում աշխարհի մարդկանց մասին, որոնց վերջին կորուստ է, որոնց որովայն իրանց Աստվածն է, որոնց փառք իրանց ամոթն է։ Միայն նրանք երկրավոր բաներ են մտածում։ Եթե նրանք միայն երկրավոր շանակումը նրանք հավատացյալ են, բայց այն կյանքը չեն ապրել։ Մարմնավոր կյանք են ապրել, առաքյալը լացում էր իրանց համար։ Մի հատ դեպք Ռասիայում հիշեցի ես, Ռասիայում ովքեր որ եղել են ժողովներին, իրանք գիտեն Ռասիայի այս բանում, կլուբում որ ժողովն է լինում։ Մի հատ երիտասարդ ապաշխարում է քաղաքից, Երևանից։ Մայրը անդադ նախատում իրան, անապաշխար մայրը։ Ուր ես գնում, մոլորվում ես, այսպես։ Ասում եմ, մամ ջան, այդքան ինձ վատ բաներ ես ասում։ Մի հատ արի, մի հատ տես, քո տղեն որտեղ է գնում, հատ արի էլի։ Քաչկով տես։ Ուրեմն մայրը հետևում է, գողդուկ, վերջ երջով հնեց է գալիս, որ տղեն չտեսնի։ Կիրակյոր պաշտամունք է, նստեղ է նստում, որ տղեն չտեսնի։ Մեր քուրից մեկը ինքը իր առաջի սպանին նստած եղել, ասենք իր դիմացի նստարանին։ Ուրեմն հետարքիրը տղան տանաբես չգիտի, որ մայր եկել է։ Երբ որ սկսում է պաշտամունքը, երկ աղոթքը վերջ-վերջով, Տերը մոր այցելություն անում։ Եղբայրներ քո նա եկել էր ուրիշ կերպով, եկել էր ասա դատելու, եկել էր մեղադրելու, եկել է վերջ-վերջով, այսինքն ուրիշ տրամադրությամբ։ Տերը այցելում է մամային։ Զորություն իջնում է սմակ աղաղակել Տիրոջը։ Բարձրաձայն պատկած զորություն իջելը, մեկ էլ շփոթում է, մեկ էլ մայ, տղան մեկ էլ հեռում նայում, տերում է մամանա։ Եկել ասում է մամա ջան, տենում ես ինչ լավ տեղ եմ եկել, տենում ես։ Այս տեղ եմ, էլ մամային պետք չի բացատրել, մամանիկն է ճաշակում։ Եղբայրներ քույրեր, ես մի հատ էլ խնդրված կունեմ չձանձրացնեմ ձեզի։ Պապաս մամաս որ ապաշխարեցին, հայրը շատ ջերմերանդ, իրան թե մեր բոլորը հավատացյալ այդպես ջերմերան լինեն։ Նրա մեջ տագնապ կար, այսօր կա ոմանց մենք չկա այդ տագնապը, չկա այդ անհանգստությունը։ Տեր ասում էր ինձ կանչել ես։ Ինքը սասունցի լեզով ասում էր մակին կանչել ես, մակին, բա գառներս մնացել են, պիտի բերես։ Բայց ինձ կանչել ես, բայ մեր երեխեք մնացել են։ Ծոմ աղոթներ էր անում, ծոմ,
շաբաթքան անգամ ծոմի մեջ էր։ Եղբայրներ, քույրեր, ես տնից փախնում եմ, հանկարծ պաշտամունք կորել եմ, գնում եմ միջև պաշտամունք չվերջանար, ես տուն չեկա։ Մի օր եկել եմ տունը, գիտեմ պաշտամունք է, եկել եմ վերև ֆուտբոլ եմ նայում հարևանի տանը։ Առաջի խաղակես բրծելը, պիտի սպասեմ երկրորդին, պաշտամունքի մոտարապես կեսն է, միջև ժողովուրդը չգնային տուն չեկա։ Մեկ էլ զգում եմ մի ուժ, ինձ ստիպում գնամ, պիտի երկրորդ խաղակեսն եմ նայում ֆուտբոլը։ Մի ուժ ինձ ձգում է դեպի տունը։ Փախել եմ, բայց ինձ դառնում է սուրբ ոգին։ Եկել եմ դրա մոտ կանգնել եմ, մեկ էլ անմիջապես իմ աղբերը մուշեղը, թե որտեղ ես դե իրան բերեց, միանգամից։ Դուրը խփեցինք, բացեցինք դժլիկ ժողովրդին։ Անմիջապես միջանցքում ասեց, տեսեք ինչպեսի մարդիկ են ասում պաշտում, ղեկավարներ կան մեջը, ուսանողներ կան։ Մեկ էլ հրավիրեցին աղոթքի, հենց միջանցքում ցնկ եկանք։ Եղբայրներ, քույրեր, դանում Աստված։ Մարգարոյի բանի մեջ գրած է առաջի թագավորացի մեջ։ Աննայի աղոթքի մեջ գրված է, չէ՞ դե Եղիան ասում է, սրտերը դարձնողը Տերն է։ Սրտերը դարձնողը Տերն է։ Երբեք զորբայությունով չես կարող ոչինչ անես։ Անկեղծացեք աղոթք արեք, ծոմով աղոթքով արեք Տեր, որովհետև փրկությունը բարյո Տերը բոլորի կորուստը չի ուզում, ոչ մեկի կորուստ չի ուզում։ Նա ուզում է, որ մարդիկ չլինեն, փրկվեն։ Մի բան էլ ասեմ սովորաբար ծնողների համար, կարևոր ուժեղ աղոթք էր գնում։ Ճիշտ է, չարախոսությունը շատ էր ժամանակ բարեկամների կողմից։ Այնքան էլ լարված, այնքան տրամադրված էին, որ պապան ասած Դավիթը փոքր էր մեծ տղան։ Ոնց ասած վերցրել էր, որ տանում է մոտիկ պոլիկնիկա մոտիկ է Մալատիայի։ Մեր տունը մոտիկ էր։ Գյուղացի մեկն ասում է, հապետ, այդ երեխային ուր է ստանում։ Չեմ ուզում մեր լեզվով ասել։ Ասում է, տանում է պատվաստման։ Այ մարդ թող այդ կրոնական բաները, քիչ է դու գնում ես, այդ երեխուն էլ ես տանում։ Այ մատ ինչ կրոնական։ Բժիշկ եմ տանում պատվաստման։ Վերջը մի օր բարեկամների կողմից որ շատ չարախոսեցին, սիրտը լրիվ տրամադրեց միջև ապաշխարությունը։ Աստվածաշունչը պահեցի, երկարանկար ինչ որ բաներ կար, եկավ տեսավ չկա, իմացա որ ես եմ պահել։ Ջղային ասա պապաս վրես, դե պարզախ վատ խոսքեր չածեց։ Վերցեցի տիկնոջը զվարթին, գնացին Մեյմանդար, Մասիսի գյուղն իրանք, ապրում ծնողները։ Արդեն ուշ ժամ էր, զոկանջից տեղյակ պահեց, աները չգիտեր։ Նայքի չետարկիր բան կատարվեցավ։ Աներս արդեն գնաց զալը պարկելու, զոկանջս գնաց ասեց, որ եկել են, որ մնան տունը, ինչ որ ասենք իրանց պապան, որ հավատացյալ է դարել, չեն ուզում այդ տունը բանանել։ Այնտեղից միանգամից ձայնը բարձր ասեց, զվարթի վրա խոսեց, ասեց չգիտեմ, կեսրարդ մուսուլմանը, թե ինչ հավատքի է, ինձ չի վերաբերվում, դուք ստեղ տեղ չունեք, հելը գնացեք։ Երան թե բոլոր այդպես անեն, ոչ թե թևերը բռեն, արի տզոց եկավ։ Եղբայրներ, քույրեր, խելոք եկանք, պապայի հետ հաշտվեցինք, ինչքան աղոթք էր արի պապան։ Իրոք որ Տիրոջ առջև սիրտը բացել էր, Տեր ինչ կլի, ինը ծառա որ իրան հետ բերես։ Փաթաթվեցինք, սղճացինք, Աստվածաշունչը բոլորը տվեցինք, այդպես ապաշխարեցինք։ Տերը ոչ մեկի կորուստը չի ուզում։ Նա արյուն է թափի բոլորի համար։ Ճիշտ կյանք ապրեք, վերաբերմունքը թողնի սուր, չնեղացնեք ոչ մեկին, անչեք Տիրոջ անունը։ Եղբայրներ, քույրեր, Տերը թույլ չի տալիս, պլպլած պատրուկը մարի, ջախջախված եղեգը փշրի։ Կարող ամենակրիտիկական պահի մեջ է, պետք է ասես Տեր, դու տեսես երեխային չես տվել կորցնելու համար։ Այս աղոթքը միշտ հիշեք, Մովսեսը ինչ ասեց։ Եգիպտոսում մի հատ կճղակ չեմ թողի։ Ես շատ անգամ ասում եմ, Տեր, ես երեխեքը որ տվել ես, չես տվել կորստի համար։ Դու շատ ես փրկել, փրկում ինչի համար։ Կորցնելու համար։ Փրկել ես փրկելու համար, ապրեսնելու եղբայրն ասեց։ Այո, եղբայրներ, քույր ժամանակն է։ Աղաղեք Տիրոջը սրտանց Տիրոջ երեսը փնտրեք։ Ու Աստված իր ողորմությունը պետք է անի։ Այո, նրա իր որդին տվեց, ինչը չի պարգևի։